Այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ անցկացրած իր ճեպազրույցում եւս մեկ անգամ անդրադարձավ խաղաղության եւ պատերազմի հարցին, ուղղակիորեն մեղադրելով որոշ քաղաքական ուժերի, չնայած դրանք հայտնի ուժեր են, ռևիզիոնիզմի մեջ խաղաղության ճարտարապետությանը վերաբերվող հարցերում եւ ըստ էության անվանելով նրանց պատերազմի կուսակցություն, հաստատելով իր ավելի վաղ արած հայտարարությունը եւ ասելով, որ նրանք այո առերևույթ խոսում են խաղաղությունից, սակայն այդ խաղաղությանը տարբեր մակդիրներ կամ ացականներ կպցնելով ըստ էության դրա վերանայման դիրքերից են հանդես գալիս, ինչը խոստանում է նոր սեպտեմբերյան պատերազմ։ Այսինքն ուղերձը հետևյալն է, որ եթե նրանք գալիս են իշխանության, ապա սեպտեմբերին մեզ սպասվում է պատերազմ։ Փորձենք հասկանալ, թե ինչի մասին է խոսքը եւ ինչ հարցեր կան թե այդ ուժերին, թե իշխանությանը, որը արձանագրում է այդ փաստը, բայց այս պահի դերությամբ միայն արձանագրում է։ Այսօրվա մեր քննարկմանը մասնակցում է Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, ողջույն Արման, քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը, ողջույն Դավիթ, եւ Հանուն Հանրապետության կուսակցության արտաքին հարցերով քարտուղար Արնոլդ Բլեյանը, ողջույն Արնոլդ։ Ողջույն։ Ինչ, սկսենք ձեզանից, Արման, այս արձանագրումը, որը արվեց ուրեմն խաղաղության ճարտարապետության ռևիզիայի փորձի վերաբերյալ, ինչի մասին է սա եւ ովքեր են այդ մարդիկ, ինչ են ուզում մեզանից։ Այն ինչ նկարագրում է Փաշինյանը, մենք այդ իրականության մեջ ենք ապրում 44-օրյա պատերազմի նոյեմբերի 9-ից հետո ամեն օր եւ դա նորություն չի եւ դա կապել բացառապես այս ընտրությունների հետ ճիշտ չեմ համարում, որովհետեւ նաեւ մենք պիտի որպես հասարակություն եւ որպես պետություն, այդ թվում նաեւ իշխանությունը քաղաքական թող պատասխանի, թե ինչ է արել ընդհանրապես խաղաղությունը ինստիտուցիոնալացնելու համար եւ պատերազմը թույլ չտալու համար։ Ի վերջո, այս ամբողջ տարիներին մենք խոսել ենք, որ հիմնարար կերպով պետք է արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն տեղի ունենա, որը պիտի իր մեջ ներառի բոլոր այն կառույցների մերժումը կամ Հայաստանի անդամակցության այսպես բացառումը, որը այն կառույցներին, որտեղ Հայաստանը չի կարող խաղաղություն գտնել։ Եվ որը պատերազմացին է ըստ էության։ Այո, հիմա մենք շարունակում ենք մնալ հապկում, Եվրասիական տնտեսական միությունում, ԱՊՀ-ում, ռուսական նախագծերում, դիմում ենք տալիս, որ բանի անդամ լինենք, Շանհայյան կազմակերպության անդամ լինենք, ուզում ենք բոլոր տեղերում մասնակցել եւ ամենակարևորը խաղաղությունն ամրապնդելու ուղղությամբ իրապես հիմնարար քայլերից ենք խուսափում եւ հրաժարվում։ Օրինակ մենք գտնում ենք, որ խաղաղությունը ամրապնդելու համար պետք է Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնել, այդ ուղղությամբ հիմնարար քայլեր իրականացնել։ Հետևաբար ներքին այս ինչպես Փաշինյանն է բնորոշում ռևիզիոնիզմը ինքնին ունի բազմաթիվ պատճառներ, այսինքն նաև իշխանության անգործությունը կամ գործողություններն են նաև հնարավորություն տալիս նրանց ուրեմն շարունակել իրենց ուրեմն պատերազմի քարոզչությունը եւ աշխատանքը այդ ուղղությամբ։ Իսկ առհասարակ չափազանց վտանգավոր մենք հանգրվանի ենք հասել։ Խաղաղությունը չի կարող կախված լինել մի մարդուց, մի քաղաքական ուժից։ Խաղաղությունը պիտի ինստիտուցիոնալացվի։ Իսկ դա հնարավոր չի անել մի քաղաքական ուժի հետ։ Խաղաղությունը դա պիտի լինի համազգային օրակարգ,
որի շուրջ պետք է լայն կոնսոլիդացիա լինի հասարակական, քաղաքական, ամբողջ ժողովրդի։ Եվ ով այս համաձայնությունից դուրս լինի, պիտի ուղղակի դուրս լինի քաղաքականություն։ Մենք ինչ ենք քննարկում։ Հայաստանին խաղաղություն պետք է թե ոչ։ Իհարկե ես հասկանում եմ, որ այդ բոլոր էպիտետները արդար, արժանապատիվ, դրանք մի նպատակ ունեն, որքան հնարավոր է պատերազմը մոտեցնել Հայաստանին։ Իսկ մենք ինչ ենք հակադրում դրան։ Մենք ասելով բոլոր այն ուժերը, որոնք իրենց համարում են Հայաստանի ժողովրդավարության, Հայաստանի ինքնիշխանության, անկախության ջատագով։ Եվ նախորդին էլ մենք տեսնում էինք անվտանգության նվիրված ինչ-որ քննարկում քաղաքական ուժերից մեկի կողմից, որը ամբողջությամբ ջախջախում է մեր իրականությունը։ Հիմա մեր աչքի առաջ պատերազմ է տեղի ունենում, որը այդ տնտեսություն եւ այսպես կոչված բանակ կոնցեպցիան անվտանգության այլևս կենսունակ չի դարձնում։ Մենք ունեինք այո այդպիսի համոզում, որ պիտի տնտեսություն եւ զինված ուժեր։ Սաուդյան Արաբիան ունի արտակարգ տնտեսություն եւ զինված ուժեր, բայց այսօր հարվածի տակ է։ Այո։ Ուրեմն նոր մոդելներ պետք է քննարկել եւ հատկապես առաջիկա ընտրությունները կուզեի, որ նաեւ դրան նվիրեինք, ընդհանրապես ոնց ամրապնդենք խաղաղությունը։ Եթե մենք այդ գործողությունները անենք, ուղղակի շանս չենք տա ռևիզիոնիստներին այլևս քննարկել պատերազմի սցենար։ Եթե մենք ավելի ու ավելի շատ խոսենք Հայաստանից կախվածությունների մասին, տարածաշրջանային կախվածությունների այդ համակարգը կարողանանք ստեղծել, դա էապես կբարձրացնի Հայաստանի անվտանգության մակարդակը եւ թույլ չի տա այս ռևիզիոնիստ ուժերի տերերին ռուսական ընդհանրապես այս քննարկումները շարունակել։ Հետևաբար ինձ առհասարակ ոչ թե հետաքրում է թե ինչ են քննարկում ռևիզիոնիստները եւ քննարկման առարկա դարձնելու փոխարեն խոսենք ինչ պետք է մենք անենք եւ ինչ պետք է հակադրենք առհասարակ այդ քննարկումներին, պատերազմի վերաբերյալ քննարկումներին։ Դավիթ վարչապետը նաեւ ստեյցիան ուրվագծեց այդ հիպոթետիկ սեպտեմբերյան պատերազմի, որին տանում են այդ ռևիզիոնիստ ուժերը, ստեյցիան նպատակը, որ Հայաստանն ունենա տարածքային կորուստներ, թե սուվերենության կորուստ եւս։ Եվ հիմա այդ արձանագրման հետ մենք ինչ անենք։ Ասենք մենք դա կարող ենք արձանագրել այս կամ այն քաղաքական ուժին բնորոշել որպես այդպիսին պատճառահետևանքային կապ բերել եւ ասել շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն մինչ նոր հանդիպում։ Դա մենք կարող ենք անել, որովհետեւ Հայաստանի զինանշանով կնիքը մեր ձեռքում չի։ Հիմա այդ արձանագրումն անում է վարչապետը, որ մենք ինչ անենք, համեցեք։ Ընդհանրապես մեր վարչապետին պարոն Մեհրամյան բնորոշ է հարցեր հնչեցնել։ Շատ դեպքերում ռետորական հարցեր այն դեպքում, երբ որ մեր բնակչությունը, մեր ժողովուրդը սպասում են պատասխաններ։ Լուծումներ։ Այո, պատասխաններ, որոնք պարունակում են գործնական պատասխաններ նկատի ունեք, ոչ թե վերբալ։ Ուղղակի մի նկատառում այդ ուժերը, որոնք դուք անվանում եք ռևիզիոնիստ, իրենք իրականում ռևիզիոնիստ չեն։ Իրենք ընդհանրապես իսկ չեն։ Դա ուժեր են, որոնք ձգտում են գալ իշխանության, վերջ։ Եթե դրա համար կպահանջվի ռևիզիոնիզմ, իրենք դա կանեն։ Եթե չի պահանջվի, չեն ան, իրենց համար տարբերություն չկա։ Սա այդ ուժերի բնութագրումը շատ կարճ, սա շատ կարևոր բան եք ասում։ Պատերազմ կլինի, աղետներ կլինեն, միջոցների մեջ խտրություն չդնող ուժեր։ Կարևոր չի ինչ է լինել, այսինքն այդ ռևիզիոնիզմը ինքը քաղաքական գիծ չի, հա, ինչ որտեղ տեսլական չի, համոզմունք չի, գաղափար չի, դա ոչ մի բան չկա, փուչա։ Հիմա մեր անվտանգային միջավայրը իրականում այս վերջի 3 շաբաթվա ընթացքում շատ լուրջ փոփոխությունների է ենթարկվում։ Իրանում կատարվողը բերում է նոր հարցեր, որոնց պահանջում են գոնե պատասխանների տեսլական ուղղություններ։ Ես կարծում եմ, որ այս պահին ես չեմ ուզում ալարմիզմով վարակեմ ոչ մեկին եւ ես չեմ տարապում ալարմիզմով,
բայց թրիպը կարող է դրվել հարցականի տակ։ Իդեպ երկու պարագայում էլ եւ Իրանում իշխանափոխության դեպքում եւ ձևավորվի պրո-ամերիկյան ժողովրդավարական իշխանություն եւ եթե գործընթացը շարունակվի այնպես ինչպես հիմա է շարունակվում, Իրանը շարունակի դիմադրել, բայց այս վիճակը ոչ պատերազմ, ոչ խաղաղություն տասնյակ տարիներով շարունակվի, դա չենք կարող։ Ինչու առաջին դեպքում, որովհետև ես օրինակ այսպեսի հարց եմ դնում իմ առջև, ենթադրենք իշխանափոխություն է լինում, արդյոք թրիպը շարունակելու է մնալ ակտուալ։ Իսկ միգուցե Իրանի տարածքով շատ ավելի հեշտ երթուղի կարելի է գծել։ Թուրքիայից Իրան, Իրանից Թուրքմենստան, Կասպից ծովը այլևս խոչընդոտ չի լինի այստեղ, այդ լաստանավի խնդիր չի լինի, ընդհանրապես ավելի շատ ավելի անվտանգ է լինելու այդ երթուղին։ Եվ սա առնվազն թրիպը կարող է դնել կասկածի տակ։ Ասածս ինչ է, մեզ անհրաժեշտ է մի տեսլական, եւ ես այստեղ համաձայն եմ լիովին պարոն Բաբաջանյանի հետ, ինչպես ապահովել այս խաղաղությունը մեր տարածաշրջանում, ինչպես ապահովագրել հնարավորինս, ես հասկանում եմ, որ պատրաստի լուծումներ չկան, Հայաստանի անվտանգությունը, որովհետև sense նստենք ձեռքներս ծալենք, ասենք, վայ ինչ լավ օգոստոսի 8 ենք ստորագրել, ամերիկան ստեղա, դրոշը ստեղա, թրիպը կա, վերջ։ Ոչ, դա կարող է փոփոխվել։ Մեզ պետք է այս խաղաղությունը անընդհատ ամրապնդել, գտնել նոր մոդելներ, նոր լուծումներ, որ վաղը այնպես չլինի, որ Ադրբեջանը հիշի իր ոչ վաղ անցյալ, այս ինտերնետում ինչ է կատարվում, չէ՞, ես հերթական հիստերիան է գեներացվում, Ալիևի 4 տարվա հարցազրույցը հանել են, մարդիկ տակը մտնում են, ասում են, վայ, այս ինչ է կատարվում, վայ, այս ինչ է կատարվում։ Ավելին, նույնիսկ ամենօրյա թարմ վերլուծություններ ուղղակի հուշում են Ադրբեջանը ինչ անի Հայաստանի նկատմամբ։ Այո, հիմա Եվ զարմանում են ինչու չի անում։ Մեր թիվ 1 նպատակը եւ մեր եսի նկատի ունեմ կառավարության որոշում ընդունողների հետեւյալն է փորձել այդ խաղաղությունը հնարավորինս ամրապնդել եւ գտնել նոր լուծումներ։ Հիմա հանձնակատար Մարտակոսը Երևանում է։ Ես հույս ունեմ, որ իր հետ դա քննարկվում է։ Որտեղ Եվրամիությունը մեր անվտանգության ով ինչ ուզում ասի, առանցքային հիմնասյուներից մեկն է։ Որովհետեւ մեկը Ամերիկայի դերակատարումը չի փորձում նսեմնացնել։ Շատ կարևոր է։ Ամերիկան այս պահին շատ մեծ դերակատարում ունի խաղաղության մեջ Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ։ Կառուցվող խաղաղության, բայց դա չի նշանակում, որ մենք չենք կարող Եվրամիության հետ փորձենք ընդլայնել մեր գործողությունը։ Մանավանդ երբ այդ ամենը փոխլրացնող է։ Ինչու է վարչապետ Փաշինյանը նախընտրական շրջանում հնչեցնում հռետորական հարցեր եւ չի հնչեցնում գոնե որոշակի լուծումների տարբերակներ, ինչը նա կարող էր անել եւ սա կներ ճիշտ նախընտրական քայլ այդ թվում է։ Ես չեմ կարող պատասխանել, ես այդ տրամաբանությունը չեմ հասկանում։ Բայց ես ուզում եմ ավելացնել շատ կարևոր հարց բարձրացրիք, քանի որ Կոսն է այստեղ, ես Մյունխենում եմ հանդիպել Կոսին, որը ակնարկում էր, որ Հայաստանը իր ծրագրերը մեծապես Միացյալ Նահանգների հետ է կառուցում եւ խանդ կա այս մեր ընդգծված ամերիկյան նախագծերի նկատմամբ եւ իրենք ակնկալում են, որ Եվրամիության հետ մենք հավասարապես ուրեմն կկիսենք այս նախագծերի ուրեմն պատասխանատվությունն ու բեռը։ Եվ Կոսը Ալիևի հետ այդ պանելի ժամանակ հստակ խոսեց, որ Թուրքիան մեզ առաջարկել է այդ ուրեմն թրիպը շրջանցող նոր երթուղին ֆինանսավորել 3 միլիարդ փող է ուզել Եվրամիությունից եւ ասեց մեզ դա շատ հետաքրքիր նախագիծ է թվում։ Այսինքն մի բան, որը ընդհանրապես անիմաստ է դարձնում ռեգիոնալ նշանակությունը թրիպի, այսինքն թրիպը կանգնում է Նախիջևանում եւ վերջանում, իրենք այդտեղից Նախիջևանով Թուրքիա են մտնում։ Այսինքն Հայաստանը շրջանցվում է։ Այսինքն եւս մեկ մարտահրավեր թրիպը դառնում Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին միացնող ուղղակի ճանապարհ, ուրիշ ոչինչ։ Եվ ես զարմանում եմ, որ Մյունխենում այդ աստիճան մենք Հայաստանը ներկա չէր իդեպ։ Այո։ Որևէ մեկը չկար, որ իրեն պատասխան տար, որ մենք օրինակ հետաքրքրված ենք, իդեպ այսպիսի քննարկում կա, որ հարավում Միացյալ Նահանգներին տանք ամբողջական պատասխանատվությունը եւ Գյումրի Կարս երկաթուղին, օրինակ Եվրամիության հետ գլուխ բերենք։ Դա շատ հետաքրքիր է Եվրամիության համար, բայց սա պիտի քննարկվի։ Դուք շատ ճիշտ եք եւ եվրոպացիները այստեղ իրենց չպիտի նսեմացած զգան, որտեղ մենք ամերիկացիների հետ այսպիսի կարևոր համաձայնություններ ենք ձեռք բերել եւ դուք մի ուրիշ կարևոր բան նշեցիք, որ
պիտի նոր մոդելներ մշակել։ Այսօր Միացյալ Նահանգների ուշադրությունը Իրանի եւ ծոցի երկրների ուղղությամբ այն աստիճանը սևեռված, որ տևական ժամանակ դեռ կարելի է հույս չունենալ, որ այս ուղղությամբ կարող է երկրորդ Ռուսաստան դառնալ, որը Ուկրաինայում է խորված։ Պետք չի հուսալ, որ դա շաբաթներ հետո օրինակ ուշադրությունը նորից կվերադառնա մեր ուղղությամբ։ Մենք պիտի Ադրբեջանի հետ ջանքեր գործադրենք, որպեսզի թույլ չտանք հնարավոր ֆորս մաժորները, թվում նաև որ Ադրբեջանը հիշի ինչ որ բաներ։ Եվ այս ուղղությամբ շատ կարևոր է որպեսզի Հայաստանը ինչ որ բան առաջարկի, որը օրինակ այս նույն պատերազմի պատճառով Ադրբեջանը որոշ դժվարություններ ունի։ Ադրբեջանը ինչ որ բաներ առաջարկի եւ մենք կարողանանք նոր լուծումներով ռոռոքել այն դեռևս սաղմնային վիճակում գտնվող համաձայնությունները, որոնք կայացվել են օգոստոսի 8-ին եւ դրանից հետո տևական կարևոր աշխատանք է տեղի ունեցել։ Եվ այո, այս պատերազմը նոր անելիքների առաջ է մեզ կանգնացրել, այդտեղ ոչ ուրախ ավտոբուսները, ոչ պերաշկիներն ու մնացած բաները չեն օգնում։ Ես հասկանում եմ տեսարանների հարց կա, բայց ես ուզում եմ նաև որ մենք գործնական շոշափելի արդյունքներ տեսնենք, իսկ ինչ է արվում գետնի վրա, ինչպես դուք ասեցիք, ամրապնդելու համար այս հեղեղուկ խաղաղությունը։ Արմունդ Դասամանը ենթադրում է տրամաբանորեն, որ այս խնդիրները, որոնք տարածաշրջանային են, միջազգային են մեզ համար, հա, այսինքն արտաքին քաղաքական են, ունենա համապատասխան ներքաղաքական թիկունք, այսինքն քաղաքական բարենպաստ միջավայր, որը կնպաստի նրան, որ այս խնդիրները լուծելիս առնվազն ընկալելի լինեն հասարակության կողմից, մինչդեռ մենք տեսնում ենք մի կողմից այդ ռևիզիոնիզմը, որը տանում է դեպի պատերազմ, եւ մյուս կողմից էլ մենք տեսնում ենք, որ իշխանությունը այդ առողջացմանը ուղղված քայլեր ըստ էության չի անում, հակազդեցության քայլեր բացի վերբալ, այսպես հնարքներից այլ բան չի անում, միայն արձանագրում է։ Ու նորից գալով էլի այն հարցին, որը ես Դավիթին տվեցի, մենք ինչ անենք այս արձանագրման հետ, ասենք լսեցինք, շատ ուրախ ենք, ստեցություն մինչ նոր հանդիպում, հետո համաց։ Այդտեղ մի բան ես ավելացնեմ ու թույլ տամ, որ դուք շարունակեք, նախարարներից մեկն էլ հայտարարում է, որ ԿՊ-ից բացի բոլորը բանը, պատերազմի կողմնակից են։ Մինչև այդ բոլորը ապօրինի գույքի հետևից են Յուրիում եկել։ Այս արձանագրումները ուղղակի բանականության նկատմամբ վիրավորանք են պարունակում։ Այսքան ժողովրդավարական ուժեր կան, անհատներ կան, գործիչներ կան, մենք մեր ամբողջ ուժով այս օրակարգի կողքին ենք եւ այս արձանագրումները ինչի համար են։ Եվ չփորձել համախմբում ձևավորել այս օրակարգի շուրջ։ Այլ հակառակը։ Փոքր հետ գնանք, հա, փաստորեն 2020 թվականի նոյեմբերից ի վեր, ինչպես ճիշտ նշեցիք, մենք ամենօրյա ռեժիմով սպասում էինք, թե երբ է լինելու հաջորդ հարձակումը, որտեղ է լինելու, որքան այն կտևի, եղավ ներխուժում 21 թվականին, հա, երկու անգամ, հետո 22 թվականին, հետո ինչ-որ մի պահ դա խախաղվեց, հետո մենք հասկանում ենք, որ Ադրբեջանը դարձել էր բութ գործիք Ռուսաստանի ձեռքում, բայց ի վերջո եկավ ինչ-որ մի պահ, որ մենք հասկացանք, որ Ադրբեջանը եկել է կառուցողական դաշտ, վարչակազմ է փոխվել Միացյալ Նահանգներում, ում հետ Իլհամ Ալիևը ցանկանում է ավելի կառուցողական եւ նաեւ ռազմավարական հարաբերություններ ձևավորել, եւ մենք կարողացել ենք Իլհամ Ալիևին բերել կառուցողական դաշտ, այդ թվում նաեւ որը բերեց օգոստոսի 8-ի խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը։ Փաստորեն մենք կարողացանք ինչ-որ մի ժամանակով այդ արտաքին վտանգը կասեցնել։ Հիմա իսկ ինչ ենք անում մենք այն ներքին վտանգների հետ։ Հիմա մենք ունենք այստեղ քաղաքական կազմակերպություններ, դեմքեր, կուսակցություններ, լրատվականներ դրանց սպասարկող, որոնց նպատակը պատերազմ հրահրելն էր։ Դեռ անցյալ տարի, երբ հունիսին եղավ այդ իսրայելա-իրանական ճգնաժամը, այստեղ արդեն գոռում գոչում էին, գնում եկեղեցի մոմ էին վառում, որ հեսա Ադրբեջանը կհարձակվի Սյունիքի վրա։
իրենց նպատակն էր դա 12-օրյա պատերազմի ժամանակ դա տեղի չունեցավ իրենք ֆրուստրացիա են ապրում թե ոնց եղավ ոնց մենք սպասում էինք բա ինչու չարձակվեցիր հիշեցին նախկին վարչապետին ով կոവിഡ്ի տարիներին ասում էր հրաշալի ժամանակաշրջան է որպեսզի Ալիևը հարձակվի հիմա մենք ունենք նաև նախկին նախագահ ով ասում է հրաշալի ժամանակ է որ Իրանը հարձակվի հարվածի ամերիկյան պրոյեկտներին որոնք դեռ չեն կառուցվել դեռ պայմանագիրը չկա այսպեսի մենք դեմքեր ունենք այսպեսի պաշտոնյաներ ունենք հիմա ինչ է անում իշխանությունը արդյոք մենք տեսնում ենք քայլեր իշխանության կողմից որպեսզի այն դերակատարները, որոնք ենթադրաբար ըստ վարչապետի կարող են գալ իշխանության եւ սեպտեմբերին բերել պատերազմ, թույլատրվում են մասնակցել քաղաքական պրոցեսների։ Այո, իսկ արդյոք Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պայմանագիրը ունի հնարավորություններ, իրավական հնարավորություններ, լծակներ, որպեսզի չթույլատրի այդ կազմակերպություններին, այդ ուժերին, այդ անձանց, որպեսզի իրենք մասնակցեն քաղաքական պրոցեսներին։ Իհարկե ունի։ Որովհետև հաստատապես այդ պատերազմի քարոզչությամբ զբաղված քաղաքական ուժերը ապօրինի ֆինանսական միջոցների հաշվին են իրենց քարոզչությունը իրականացնում, բազմաթիվ ապօրինություններ արդեն իրագործել են, մենք գիտենք, որ վարույթներ կան նույնիսկ քննչական մարմիններում, եթե լինի քաղաքական կամք հաստատ կգտնվի պատճառ ընդհանրապես այս ժողովրդավարության թշնամի քաղաքական ուժերին ուղղակի չեզոքացնելու քաղաքական դաշտից։ Եվ այդ խոցելիությունը ներքին, որ մենք ունենք, տեսնում են նաև Իլհամ Ալիևը, տեսնում է Վլադիմիր Պուտինը, տեսնում են նաև մեր արևմտյան գործընկերները։ Եվ իրենք հասկանում են, որտեղ ենք մենք խոցելի, որքանով ենք մենք վստահելի որպես գործընկեր, որոնք ինչու մենք ներկա չենք Մյունխենում, որպեսզի կարողանանք քննարկել Հայաստանի հյուսիսի Իսկ կողմից մենք տեսնում ենք, որ Իլհամ Ալիևը շատ պրոակտիվ քաղաքականություն է վարում թե ամերիկյան ուղղությամբ, թե եվրոպական ուղղությամբ, իսկ այն ինչ տեղի ունենում օգոստոսի 8-ի շնորհիվ Հայաստանի հարավում, դա միայն Միացյալ Նահանգների ցանկությունը չէր, դա եվրոպական միության արդեն մոտ 10 քանի տարի առաջ գրված այդ ռազմավարությունն է, որպեսզի միջին ասիական երկրները հարավային Կովկասով միջին միջանցքով, հա, կապի եվրոպական միությանը, Եվրոպային։ Բայց իսկ պատճառով դեռ 2 տարի առաջ կար եվրոպական միություն, կենտրոնական ասիական պետություններ այդ համաժողովը, երբ արդեն քննարկվում էր այդ ամենը։ Եվ ռազմավարական գործընկերություն Ֆրանսիայի, Ղազախստանի հետ, մի քանի այլ պետությունների հետ։ Բայց մենք այդ ուղղությամբ բան չենք անում։ Հիմա նույնը նաև հիբրիդային սպառնալիքներին, տեսեք, մենք դիմում ենք Եվրոպական միությանը, Եվրոպական միությունը ուղարկում է այստեղ արագ արձագանքման խումբ, բայց Երևանի կենտրոնում գործում է Սպուտնիկ Արմենիա գործակալությունը։ Հիմա այդ արագ արձագանքման խումբը պատերազմի քարոզչությամբ զբաղված։ Այդ գործակալության նպատակը Հայաստանում պատերազմական տրամադրություններ հրահրելն է, մշտական, ուրեմն տագնապի մեջ մարդկանց պահելն է, այդ քաղաքական ուժերին հարթակ տալու նպատակը հետապնդում։ Եվ ես այստեղ անազնվություն եմ տեսնում իշխանության կողմից, որ իրենք հասկանալով դա, իրենք դա փորձում են օգտագործել քաղաքական նպատակներով, նախընտրական նպատակներով, որպեսզի էլի վախեցնեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որ կարող են նախկիները վերադառնան, նոր դեմքերով գան իշխանության, սեպտեմբերին պատերազմ լինի, եկեք մեզ քվեարկեք։ Այն ինչ տեղի ունեցավ 21 թվականին, նույնը իրենք փորձում են պրոյեկտել 26 թվականին։ Ես հələ չեմ մտածում իրենց քաղաքական դիվիդենդների եւ շահերի մասին։ Ես ուզում եմ, որ մենք քննարկենք, որ սա պետություն է եւ պետությունը չի կարող մազից կախված իրողություններից լինել։ Չի կարող երկրի խաղաղությունը, այս դրամաչափի, այս մեծության համաձայնությունները, որոնք կայացել են հատկապես օգոստոսի 8-ի խաղաղության այդ գործարքի շրջանակներում էներգետիկ համագործակցության, տեխնոլոգիական համագործակցության, թրիպի կամ խաղաղության խաչմերուկի վերաբերյալ սրանք իրենց ամբողջության մեջ Հայաստանի անվտանգությունն ապահովող կարևոր համաձայնություններ են։ Եվ եթե դուք տեսնեք, բոլոր ուղղություններով մենք ունենք հարվածներ թույլ չտալու, որպեսզի այս համաձայնությունները կյանքի կոչվեն։ Շոյգուի հայտարարությունները լսեք երկաթուղու ուղղությամբ, որը խաղաղության խաչմերուկն են խախտում, ատոմակայանի ուղղությամբ էներգետիկ համագործակցություն են անհնար դարձնում։
եւ կամարանքով են խոսում տեխնոլոգիական համագործակցության հեռանկարների մասին։ Մեր գլխավոր խնդիրը այս համաձայնություններին անհրաժեշտ հասարակական եւ քաղաքական աջակցություն ապահովելն է։ Առանց այդ կոնսոլիդացիայի սա չի կարող կախված լինել։ Մի քաղաքական ուժը չի կարող այդ բեռը առաջ տանել։ Դա ուղղակի ծանր ճակատագրական կարող է դառնալ պետության համար, պետության ապագայի համար, պետության հարատևության համար, որովհետև այս փխրուն, այս հնարավորությունը, այս պատուհանը, որ բացվել է Հայաստանի առաջ, անհրաժեշտ է կայունացնող, ամրապնդող գործողություններ եւ քայլեր իրականացնել ու ընտրությունները ինչ արդյունք էլ որ դրանք ունենան չեն լուծում խնդիրը մեզ հիմնարար քայլեր են պետք եւ այս արտաքին ազդեցության գործակալ քաղաքական սեգմենտին որոնց ամբողջ գործունեությունը ղեկավարվում է դրսից ուղղակի մեր քաղաքական միջավայրից պիտի դուրս դրվեն ես էլ որպես նաեւ ոչ միայն մոդերատոր, այլև մասնակից, ես ուզում եմ նաև վկայակոչել այսօրվա Մարիա Զախարովայի այդ լպիրշ հռհռոցը Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների վերաբերյալ, թե ինչպես է նա ծաղրում Հայաստանի Հանրապետության լեգիտիմ վարչապետի քաղաքական կուրսը ասելով, որ այդպես ինքն իրեն շախմատում հաղթում է, հա? Եվ այսպես խոսքը վերաբերվում է այդ Եվրամիությանը արձագանքման այդ խմբի Չէ, խոսքը վերաբերվում է նրան, որ եթե անդամակցությունը ստացվի լավ է, եթե չստացվի էլի լավ է, որովհետև մենք կդառնանք եվրոպական ստանդարտներով երկիր ու սկսում է Հայաստանին խելք սովորեցնել ինչն է լավ, ինչն է վատ։ Բնականաբար նա տեղ ունի այդպես հռհռալու հաշվի առնելով այն իրողությունները, որոնք ձևավորվել են Հայաստանի ներսում։ Ըստ էության մեր ողջ օրակարգի այն անկյունակարերը, որոնց վրա հենց հիմնվում է խաղաղությունը մեր տարածաշրջանում, սրանք տարարտար թիրախավորել են։ Թիրախավորում են խաղաղությունը, որին անդրադարձավ այսօր Հայաստանի վարչապետը։ Ժողովրդավարությունը, Միացյալ Նահանգների հետ գործընկերությունը եւ պայմանավորվածությունները։ Եվրամիության հետ մեր ուրեմն այս ինտեգրման հետ կապված քաղաքական կուրսը եւ Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանում օրենքի գերակայությունը, հա, որ ասում է հետո ինչ եւս երկու երկրի քաղաքացի եմ։ Դուք ինձ ընտրեք, ես մեկը ես եմ դառնալ, կփոխենք սահմանադրությունը։ Եվ ահա այս ծանր բեռով մենք նաեւ պետք է նոր սահմանադրության հաստատման գնանք, որը պրոյեկտի գոյության մասին լսում ենք, բայց որը դեռ չենք տեսել։ Այս ամենը իհարկե որը եւս խաղաղությունը ամրապնդելու նպատակ ունի եւ որը դեռ չգիտենք, եթե չենք կարողանում սահմանադրությունը հանրաքվեով չի ստանում ժողովրդի մեծամասնության քվեն, ինչ է լինում խաղաղության հետ։ Արդյոք մենք բավարար ջանքեր գործադրում ենք պլան B-ի համար, չանցավ։ Ինչ նշանակում է հայ ժողովրդը պատերազմի կողմնակից, հա? Ոչ, իհարկե ոչ։ Եվ սա շատ կարևոր է, որպեսզի ի սկզբանե սեղանին դրվի, որ սրանից չի կարող կախված լինել։ Եվ արդյոք դա կազուս բելի կարող է հանդիսանալ Նամալիևի պատերազմը եւ խաղաղությունը։ Խաղաղությունը որևէ կերպ չի կարող ուրեմն այլևս շրջվել։ Բայց եւ այնպես է ստացվում, որ ընտրությունների արդյունքը ըստ էության կանխորոշում է Հայաստանի թե ինքնիշխանությունը, թե խաղաղության հարցը։ Ըստ էության ընկալումը այդպիսին է թե հասարակության մեջ, թե միջազգային հանրության մոտ, ըստ էության։ Եվ այս ամենը ուղղակի կառավարությունից պահանջում է ոչ միայն արձանագրումներ, այդ արձանագրումը մենք էլ կարող ենք անել, ինչով էլ եւ զբաղված ենք ուղիղ եթերում։
Դրա համար պետք են այն գործառույթները, որը բախում են այդ կնիքը մանդատով տնօրինելու իրավունքից, չէ՞։ Չագուտ չէ։ Եվ այն որ մի հատ բանտիկ կապած տենց էլ սեղանին մնացած մի մուրճ կա, դրա օրենքով չարգելված ձևերով ամենախիստ ձևով կիրառումը։ Ի վերջո կա մարտի 1-ի դատավճիռ, որից ուղղակիորեն բախում է, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Գագիկ Ծառուկյանը իրենց այսպես կոչված քաղաքական ուժերով դաշնակցության հետ միասին պետք է ուղղակի դուրս դրվեն քաղաքականությունից եւ այդ կազմակերպություններն ուղղակի լուծարվեն օրենքով եւ պետռեգիստրով չեղարկվի նրանց գրանցումը, իսկ այդ մարդիկ էլ ծմահ զրկվեն ընդհանրապես քաղաքականության հետ գործ ունենալուց, իսկ ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, ապա բերեք իրավաբանական ֆակուլտետի 2-3 կուրսի ուսանող, նա աչքերը փակած մատը ուրտանի ծակ է։ Իդեպ շատ հնարավոր է գործիչները շնորհակալություն հայտնեն Նիկոլ Փաշինյանին, որ ել չզբաղվելու քաղաքականությամբ։ Երևի ես չգիտեմ, բայց դրա փոխարեն մենք օրերս տեսնում ենք 2017 թվականի ընտրություններում Գագիկ Ծառուկյանի անմեղության վերաբերյալ դատական հաստատում։ Հա։ Այսինքն մեր աչքի առաջ տեղի ունեցած այդ ապօրինությունները տեղի չեն ունեցել։ Ու սա հեղափոխությունից հետո կայացված դատական ակտ է։ Հիմա ինչ անենք սրա հետ։ Եվ փաստորեն այսօր մեզ սա են խոստացել։ Երբ Արմանը խոսում է կոնսոլիդացիայից, հասարակական կոնսենսուսից, բայց ով պետք է լինի ապրիորի այդ ամենի նախաձեռնողը։ Եթե ոչ պետությունն պիտի լինի, եւ ինչի շուրջ, սկզբունքները որոնք են։ Ի վերջո իմ տպավորությամբ կառավարությունը մանդատով ստացած այդ քաղաքական մեծամասնությունը ոնց որ լավ չի ընկալում, որ ինքը նաև ըստ այդմ պետություն է։ Այլ այսպես կուսակցական տրամաբանության մեջ կա մեր կուսակցությունը եւ կա մրցակիցների կուսակցությունը եւ ամեն ինչ են միջկուսակցական բախման տրամաբանության մեջ է նայում։ Սև ու սպիտակն էլ է նորմալ, բայց այդ տրամաբանությունից բացի նաև կա պետական ֆունկցիաներ, որը դուք պարտավոր եք կատարել։ Առողջ ընդդիմություն չկա, իրենք ներսում եւ ընդդիմություն են եւ իշխանություն են։ Իրենք ընդդիմադիր հարցերել են տալիս իրար հանդես գալով որպես ընդդիմություն, որովհետեւ այդ հարցերը շատ կարեւոր է հնչեցնել։ Եվ իրենք հանդես են գալիս որպես իշխանություն երբեմն ուրեմն եւ հարցեր բարձրացնելիս եւ հարցերին պատասխանելիս։ Արման, երբ դուք պարլամենտում եք մոտ 3 տարի, ոնց էր ստացվում, ես գոնե դա շատ լավ եմ հիշում, կառավարությանը ռեֆորմների ճանապարհով ընթանալուն այդ խթանող հարցերը, պատասխանատվության մասին հիշեցնող հարցերը, ժամանակաշրջան եղավ, որ դուք ուղղակի միայնակ էիք, որ այդ հարցերը տալիս էիք, որովհետև ուրիշ հարց տվող չկար։ Երբ 21 թվականին ընտրությունները եղան, դրանից հետո էլ այդպիսիներն էլ չեղան եւ քաղաքացիական պայմանագիրը ֆունկցիոնալ առումով վերածվեց ինքն իր ընդդիմության, որովհետև մնացած նստեյության հանդես էին գալիս հակաինքնիշխանական դիրքերից, թշնամի պետության շահերի որպես ռուպոր մեր պարլամենտի ներսում։ Հիմա այս ընտրություններում թե այդ արդյունքներով ինչ պարլամենտ է ձևավորվելու դա բացարձակապես չի հետաքրքրում քաղաքացիական պայմանագրին, դե իսկ ազգային ժողովի նախագահն էլ ասում է ինչ տարբերություն, թե մենք մի 60%-ը կտանենք, այն մնացածները ով տանում է, թող տանի, մեզ համար ինչ տարբերություն։ Դե ճիշտ ասած ես չեմ ուզում քննարկել քաղաքացիական պայմանագրի հայտարարությունները, չափազանց կարևոր է, որպեսզի մենք որպես քաղաքական ուժեր եւ որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ հասկանանք մեր պատասխանատվությունը ինչպես պիտի դրսևորվի պետության առաջ, մեր պետության ապագայի առաջ, որովհետև քաղաքացիական պայմանագիրը իր կուսակցական շահով է առաջնորդվում եւ իրենց պետք է հաջողություն մաղթել։
Իսկ մենք ինչով ենք պատասխանում եւ ինչ քայլեր ենք պատրաստ ձեռնարկել, ինչ աստիճանի պատասխանատվությամբ ենք մոտենում այս հարցերին։ Հիմա լավ քանի անգամ պիտի ֆիքսենք, որ մեր պետությունը եւ պետականությունը կոնկրետ այսպես կոչված դաշնակից երկրի համար թիրախ է եւ այդ պետությունը Հայաստանի ներսում ունի գործակիցներ, ունի ուժեր, որոնք նույնիսկ փողի կարիք չունեն Ռուսաստանից, որպեսզի աշխատեն Հայաստանի պետականության դեմ։ Իրենք իրենց թալանած փողերով աշխատում են պետության դեմ, Հայաստանի դեմ։ Եվ իսկ ասեք, ինչ միջոցներ են ձեռք առնվում կասեցնելու եւ թույլ չտալու այդ գործողությունները։ Հիմա մեր խնդիրը այս հարցերը բարձրաձայնելն է, մեր խնդիրը մեր հասարակությանը իրազեկելն է եւ առաջիկա գործընթացներում ամեն ինչ անել, որպեսզի մեր առաջարկը կարողանա առավել գրավիչ լինել, ավելի համոզիչ լինել, որպեսզի մենք կարողանանք այդ մրցակցության մեջ այդ թեկուզ միլիարդատեր այդ ահավոր մեծ փողերի շրջանառության պայմաններում մեր ձայնը կարողանանք լսելի դարձնել եւ իրական այլընտրանք որպես հանդես գալ այդ նախկին եւ ներկա այս իրականություններին։ Ուրիշ ճանապարհ չկա։ Մեր խնդիրը ներկայանալի ուրեմն վառ անհատականություններով լավ առաջարկով հանդես գալն է։ Դավիթ, երբ մենք էլի խոսում ենք պատերազմից եւ խաղաղությունից, էլի մեր նախորդ մասնակիցների հետ էլի այդ էքսկուրսը կատարեցինք, 97 թվականին էլ էին խոսում պատերազմից եւ խաղաղությունից, բայց այդ ամենը իշխանության մասին էր խոսակցությունը։ Արդյունքում մենք ստացանք հետո պետական հեղաշրջում, հետո ստացանք տերակտ պարլամենտում, հետո ստացանք 20-ամյա կրիմինալ դիկտատուրա, հետո էլ պատերազմ։ Հետո ստացանք պատերազմ։ Եվ հետո ստացանք մի անհրաժեշտություն միայն հեղափոխությամբ այդ այլանդակությանը վերջ դնելու համար։ Հիմա այդ ամենը դեռ ամբողջությամբ հաղթահարված չէ եւ բնականաբար այդ ուժերը, ովքեր լեգալ հնարավորություն են ստացել նույն կրիմինալ դիկտատուրան վերադարձնելու Հայաստան եւ այո չեն խորշում դա անել այդ թվում նաեւ պատերազմի միջոցով եւ Հայաստանը ըստ էության անդամահատման տանելու ճանապարհով ընթանալու այստեղ Պարզա, որ միայն մի կուսակցության անելիք չի սրան դիմագրավելը եւ առանց սերտ գործընկերության քաղաքացիական մեր այս հանրության հետ հնարավոր չի ամենայն դեպս այդ հիբրիդային պատերազմի փորձը տարբեր երկրներում ցույց է տալիս, որ դրան նախ հնարավոր է դիմագրավել եւ երկրորդը դա անելու ձևը մեկն է, երբ պետությունը եւ հասարակությունը գործընկերաբար դիմագրավում են եւ ամեն մեկն անում է իր անելիք։ Տեսնում եք այդ ռեսուրսը Հայաստանում թե ոչ համեցեք։ Ռուբեն, ձեր հարցում միահյուսված են ներքին քաղաքական, արտաքին քաղաքական հարցեր եւ պնդումներ։ Եվ դա իրեն իրականությունն է, որը մենք ունենք։ Հիմա ձեր թույլտվությամբ ես փորձեմ կառուցել տրամաբանական շղթա, որը հուսով եմ գոնե մեր հերոստատիտողների մոտ կառաջացնի ինչ-որ մի պատասխանի զգացում, որովհետև մենք բոլոր կողմերից հարցեր ենք լսում, իսկ պատասխաններ չկան։ Ընդդիմությունը, դեր ասած ռևիզիոնիստները հարցեր են տալիս, չէ, կառավարությանն են տալիս իշխանությանը։ Մեր իշխանության ղեկավարը Նիկոլ Փաշինյանը, ինչպես տեսնում ենք, եւս հարցեր է տալիս եւ ռետորական հարցեր։ Իսկ ժողովուրդը պատասխաններ է սպասում եւ դա նորմալ է։ Մենք անդադ հետևում ենք, չէ՞, ես օրինակ հետադարձ կապը իմ համար շատ կարևոր է, երբ որ մենք հարցազրույց ենք տալիս, հարցազրույց ենք վերցնում մեր եթերում, ես տեսնում եմ մարդիկ ինչ են տակը։ Մարդիկ ուզում են լսել պատասխաններ եւ դա նորմալ է։ Իսկ պատասխաններ չկան եւ դա աննորմալ է։ Հիմա մի հանգամանք, ինչից սկսենք։ Մենք բոլորս, այսպես ասեմ, որ որևէ մեկին չնեղացնեմ,
Անհրաժեշտ հետևությունների չենք եկել 44 օրից հետո։ 21-ից, 22-ից, 23-ից հետո։ Առաջին հետևությունը, որը մենք պետք է անենք, դա ժամանակի թանկությունն է։ Ժամանակը շատ թանկ է։ Ես չեմ տեսնում մեզ մոտ այդ հասկացությունը, ժամանակի կարևորությունը եւ թանկությունը եւ սղությունը։ Ինչի՞ եմ ես դա ասում։ Այս պահին ես հիմա ասում եմ մի օբյեկտիվ իրողություն։ Ռուսաստանը, Ադրբեջանում եւ Հայաստանում ոչ մի բան չի որոշում։ Այս պահին ոչ մի բան։ Ես հատուկ եմ ասում ոչ մի բան։ Որոշում կայացնող այս պահին այս երկու երկրներն արտաքին գործոնից դա Ամերիկայի Միացյալ Նահանգներն են։ Արդյոք դա վաղը լինելու է իրավիճակը։ Մեծ հարցական է։ Արդյոք վաղը Ուկրաինայում պատերազմը չի կարող կանգնել հրադադարի տեսքով իհարկե։ Ես չեմ սպասում, որ այնտեղ լինելու է լուծում։ Իրանում պատերազմը ինչպես կվերջանա, մենք չգիտենք։ Արդյոք մենք գիտենք, որ հստակ գիտենք, որ վաղը Ռուսաստանը չի կարող նորից դառնալ որոշող այս տարածաշրջանում։ Կարող է, չէ՞։ Այդ հնարավորությունը կա։ Ինչ է լինելու այդ դեպքում։ Ցանկանա բոլորը։ Կցանկանա, կձգտի։ Ստացվի թե ոչ։ Այս պահին նրանք 0 են այստեղ, քաղաքական առումով 0 են։ Հիմա եթե մենք գիտակցենք ժամանակի թանկությունը եւ սղությունը, մենք կսկսենք գալ լուծումների։ Որոնք են այդ լուծումները։ Դուք արդեն նախանշեցիք որոշակի լուծումներ։ Նախ մենք պետք է ունենանք խորհրդարան։ Հիմա քաղաքական ուժը, մեծամասնությունը, այդ որոշումները կայացնում է կամ չի կայացնում միայնակ։ Խորհրդարանը, որպես այդ որոշումների ֆունդամենտալ հիմք, չկա, գոյություն չունի։ Եվ իմ հիշողությամբ, ես կարող եմ լավ չեմ հիշում, երբեք չի եղել դա Հայաստանում, որ խորհրդարանը լինի այդ գեներատորը։ Հիմա առաջնահերթ մեզ պետք է որ մենք ստանանք այդ խորհրդարանը, այդ ազգային ժողովը։ Իդեպ մեր ժողովրդավարությունը պարլամենտական ժողովուրդ է։ Իհարկե։ Այս սահմանադրության փոփոխություններից հետո Սերժ Սարգսյանի վրա կոստյումը որ կարվեց, դա մենակ մինուսներ չեն, էլի այդ կոստյումը պլյուսներ էլ ունի։ Հիմա եթե մենք ունենանք այդ խորհրդարանը, մենք այն վիճակը, որը օրինակ ունեցել են 20 թվականի հոկտեմբերին, այդ խայտարակ վիճակը, երբ որ Փաշինյանը եկել էր ասել էր եկեք խոսենք եւ որոշում կայացնենք, բոլորը փախան։ Սեպտեմբերի 27-ին։ Սեպտեմբերի։ Բայց դուք շատ կարևոր բան եք Բոլորը փախան։ Այո։ Այ եթե այդ պահին լիներ խորհրդարան, որտեղ լիներ քաղաքական բանավեճ, կոնստրուկտիվ բանավեճ, պայքար ինչու ոչ, բայց դա լիներ պետականության սահմաններում, այլ ոչ թե մեկը պաշտպանում է ռուսի շահը, մեկը չգիտեմ ում շահը, այս իրավիճակը կարող է այսպես չլինել, որը մենք ունենք։ Այսինքն այս խորհրդարանը փոխարեն քաղաքացիական պայմանագիր ասում է ինձ համանդրական մեծամասնություն է։ Այո, որպեսզի միանձնյա ամեն այդ մեծամասնությունը քաղաքացիական պայմանագրին աստված ոչ արածցե, եթե լինի X կրիտիկական պահ, չի փրկի։ Եկեք հիշենք, հա մենք բոլորս ամեն ինչ հիշում ենք։ Ինչ էր տեղի ունենում նոյեմբերի 9-ից հետո։ Ես չեմ հիշում ԿՊԱ-ականները այդ ժամին որտեղ էին ընդհանրապես։ Ինչ էր կատարվում երկրում։ Եվ իրենք ունեին համանդրական մեծամասնություն։ Ունեին համանդրական։ Իսկ եթե այդ պահին լիներ նորմալ խորհրդարան, որտեղ լինեին տարբեր թևի քաղաքական ուժեր, որոնք պետության կողքին, որոնք այո, պետության կողքին, միգուցե այս իրավիճակը չլիներ, միգուցե որոշում կայացնողները շատ ավելի բաց գործեին, միգուցե այդ որոշումները շատ ավելի խիզախ լինեին, եւ այդ ժամանակի թանկությունը, կարևորությունը նաև գիտակցվել բոլորի կողմից։ Ես հիմա սա չեմ տեսնում։ Կներեք եւ չէինք օրինակ այդպես աբսուրդի էլի հանդիպելու, ասենք Արշակ Կարապետյանը նշանակվել պաշտպանության Մոսկվայից։ Մոսկվայից։ Հիմա հարցը հետևելն է, լուծումներ ենք, չէ՞ ուզում բոլորս։ Լուծումը սա է։ Մարդիկ, որոնք գնում են ընտրությունների հունիսի 7-ին, պետք է գիտակցեն ում համար են գնում, ինչ են ընտրում եւ ինչ են ձևավորելու արդյունքում։ Եթե ձևավորվելու է խորհրդարան, դա չարյաց փոքրագույն է, գլխանց եմ ասում, որտեղ ԿՊ-ն լինելու է մեծամասնություն, իսկ ձեր նշված ռևիզիոնիստները, հա, ճակերտների մեջ լինելու են ընդդիմություն, մենք լուծումներ չենք ստանալու։ Թող ոչ մեկ հույս չունենա, Ժորժ ջան։ Լուծում չի լինելու։ Եվ մենք հետագայում կարող ենք բախվել այնպիսի ճգնաժամի, ներքաղաքական, արտաքին քաղաքական, որ 44 օրյան մեզ համար ծաղիկներ է լինելու, հա։ Սա պետք է բոլորս գիտակցենք, հետևաբար այս պահին ամեն ինչը մեր ձեռքում է, հերթական անգամ հասարակության ժողովրդի ընտրողների ձեռքում է։ Իսկ Նիկոլ Փաշինյանը գործում է եւ ԿՊ-ն իր տրամաբանության սահմաններում, այդ պերաշկիները, կուկուրուզները, չգիտեմ, ճաշերը, հա,
Ես մի բան եմ ուզում էլ ասեմ իշխանությունը վերջերս ես հասկանում եմ որ մենք ունենք ընտրազանգված իրենց բառերով եմ ասում որ այդ ամենը ուտում է բայց կան նաև այլ ընտրազանգված որ այդ ամենը չի ուտում եւ այդ ընտրազանգվածին որ ընդհանրապես անձեռոցիկով այդ ընտրազանգվածին չկա առաջարկ է պետք օրինակ ես չեմ հասկանում ես բան չունեմ ասել լավ են անում ուտում են ես դեմ չեմ բայց սա ինձ չի համոզում, սա համոզիչ չի։ Ինձ պետք է խորհրդարան, որը 44 օրյայի դեպքում Աստված ոչ արածցե, չի փախնի եւ մտնի պատիծակերը։ Իսկ դրա համար դու պետք է առաջարկ անես։ Քաղաքական ուժերը պետք է առաջարկ անեն, որպեսզի ընտրողը հասկանա, որն է այդ քաղաքական առաջարկը։ Դերաշկին կներեք, պարոն Բաղարյան, դերաշկին կուկուրուզը եւ ավելուկով ճաշը դա քաղաքական առաջարկ չէ։ Հետևաբար լուծումը կա։ Լուծումը սեղանին դրված է։ Բայց դա վիրավորում է նաև այն ընտրազանգվածին, որին իրենք հասցեագրում են։ Ես հենց դա եմ ասում, իհարկե։ Նույնիսկ իրենց չի կարելի դա։ Իհարկե չի կարելի։ Ну, եթե իրենց համար դա նորմալ է, ես բան չունեմ ասելու, ես ոչ մեկին չեմ ուզում վիրավորել։ Բայց Ռուբենը կարևոր արձանագրում արեց եւ ես ձեր խոսքից ուզում եմ բխեցնել իմ մի փոքր ուղղակի ռեպլիկ 97 թվականի մասին խոսեցինք խաղաղության եւ պատերազմի այդ դիլեմայի, որը հոդվածից ծագեց։ Ըստ էության են ուժերը, որոնք Հայաստանին բերեցին կործանում, պետականության կազմաքանդում, ահաբեկչություն եւ ի վերջո պատերազմ, այդ ուժերն են գլխավոր այսօր դերակատարները նաեւ, ովքեր մարտահրավեր են նետել խաղաղությանը, մարտահրավեր են նետել Հայաստանի ինքնիշխանությանն ու ժողովրդավարական համակարգին։ Եվ այն բոլոր ինստիտուցիոնալ լուծումներին, որոնք Հայաստանում անշրջելի կդարձնեին եւ ժողովրդավարությունը եւ ինքնիշխանությունը։ Մենք ասում ենք, խաղաղություն չի կարող լինել առանց Եվրամիության հետ ավելի խորը։ Ես ուղղակի դրան չհասա արտաքին քաղաքական չափի մեջ Եվրամիությունը մեր համար անայլընտրանքություն է։ Ուզել խաղաղություն, բայց մնալ ԵԱՏՄ-ում եւ հապկում։ Հենասյուն է, իհարկե։ Ես մի նկատառում եմ որ գնայինք Եվրամիություն, այս քաղաքական ուժերը Դավիթ անելու բան չէին ունենել։ Վերջանում են։ Ուղղակի եթե դու մնում ես ԵԱՏՄ-ում եւ հապկում, այս քաղաքական ուժերին հույս եւ հնարավորություն ես տալիս, ուրեմն իրենց ռևիզիոնիստական նկարտումները կյանքի 97-ի եւ 26-ը ունեն մեկ շատ կարեւոր տարբերություն, պարոն Բաբաջյան, պարոն Այկ, ընդհանրապես։ Այն ժամանակ ժողովուրդը ոչ մի բան չէր որոշում։ Հիմա մենք ունենք այդ ձեռքբերումը, 18-ը տվել է այդ ձեռքբերումը, 18-ը 21-ը, չէ՞։ Ժողովուրդը կարող է որոշել, այն ժամանակ ժողովուրդը ոչ մի բան չէր որոշում, իրոք չէր որոշում, որտեղ ամեն ինչ նկարվում էր, վերում էր դրվում, էսա ձեր իշխանությունը։ Հիմա որոշողը մենք ենք։ Ուղղակի մեր ժողովուրդը պետք է հասկանա ինչի ու ինչի միջև է որոշում, ինչ է իրեն պետք, իսկ ես օրինակ իմ համեստ կարծիքով կարծում եմ, որ պետք է հավասարակշռված նորմալ խորհրդարան, որը կգեներացնի քաղաքական միտք։ Սա է լուծումը։ Այլ լուծում ես չեմ տեսնում, այսքանը։ Արնոլդ, մենք ունենք ըստ էության առաջիկա 100-ամյակի համար պայմանավորվածություններ Միացյալ Նահանգների հետ, պայմանավորվածություններ, որոնք մասն են հանդիսանում այս ձևավորվող խաղաղության ճարտարապետության համար։ Եվ ինչպես արձանագրեցինք, հիմա դրանք թիրախավորվում են։ Բնականաբար սա ոչ թե այո կապված է Նիկոլ Փաշինյանի անվան հետ, բայց սա անձամբ Նիկոլ Փաշինյանինը չէ միայն, որովհետև Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի շահառու է այս պայմանավորվածություններին, նույնիսկ նրանք, ովքեր դեռ չեն ծնվել եւ կծնվեն, ասենք, շուտ ժամանակ անց։ Հետևաբար այստեղ մենք բոլորս ունենք այո անհատական պատասխանատվություն է ամենին նկատմամբ անկախ նրանից քաղաքականապես ինչպես ենք դիրքորոշված կամ դիրքավորված կամ դիրքավորված էլ չենք մենք ասենք խոսքը նաև մեր քաղաքացիներին է վերաբերվում ինչ է բխում այս իրավիճակից որը առայժմ կառավարության ղեկավարը միայն արձանագրում է Այստեղ մի կարևոր բան ես եթե թույլ տաք ավելացնեմ ու Արնոլդին փոխանցենք տեսեք թիրախավորված է խաղաղությունը ներսից շատ որոշակի ուրեմն շրջանակի կողմից եւ շատ որոշակի գործողությունների արդյունքում բայց արտաքին թիրախավորում էլ կա
կոնկրետ իրանական պատերազմը անուղղակիորեն թիրախավորել է հայ-ամերիկյան այդ պայմանավորվածությունը։ Անուղղակի եւ մեր խնդիրն է ներսից պաշտպանել ամեն գնով, որպեսզի այդ համաձայնությունները հարվածի տակ չլինեն։ Հակառակը մենք փաստորեն ներսում էլ գիտակցված թիրախավորում ենք այդ համաձայնությունները, փոխանակ ամեն գնով պահել, որ հանկարծ այդ ձեռք բերած խաղաղությունը մեր ձեռքից բացի չթողնենք։ Մենք ներսում սուբյեկտներ ունենք, ովքեր նույնպես թիրախավորել են դա, ովքեր նույնպես խորհուրդ են տալիս Իրանին, որ սա լուրջ հարված է, սա լուրջ վտանգ է Իրանի համար։ Սա ամենաանտրամաբանական բանն է։ Եվ այստեղ է, որ ես չեմ տեսնում այդ գիտակցվածությունը, հա, իշխանության կողմից, թե որքան կարևոր է պաշտպանել այն ինչ դու ունես, ոչ թե հանուն վերընտրման, հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության։ Այո։ Այս է ամենակարևորը։ Որովհետև եթե իրենց թվում է դիցուկ իրենք ունեցան 65%-անոց, հա, այդ համանդատարական մեծամասնություն, բայց այսպիսի ընդդիմության հետ իրենք հենց իրենց են խորտակելու հենց այսպիսի ընդդիմության հետ, որովհետև այսպիսի ընդդիմությունը անելու է ամեն ինչ, որպեսզի վերջում եթե խաղաղությունը կախված է լինելու մի քաղաքական ուժից, քանի տոկոս էլ իրենք ունենան։ Տեսեք, դա փխրուն, դա ուղղակի կործանարար ընթացք է։ Ուղղակի կործանարար ընթացք է։ 98-ի պետական հեղաշրջման ժամանակ իշխող ուժը ուներ ջախջախիչ, բացարձակ մեծամասնություն եւ պատի ցակերն էին մտել։ Մի գիշերվա մեջ ամբողջ երկրապահը դարձավ հանրապետական։ Այո։ Եվ Լևոն Տեր-Պետրոսյանն այլևս չուներ այնտեղ որևէ հենարան։ Խնդրում։ Օրինակ ես հիշում եմ Եվրաքվեի այդ նախագիծը, հա, որ մենք հավաքվեցինք արտախորհրդարանական ուժերով, քաղաքասարակության հետ միասին եւ բերեցինք մի օրինագիծ ազգային ժողով, որը եթե ազգային ժողովում լիներ իրապես պրո-հայաստանյան ընդդիմություն, ինքը այդ ամենը կնախաձեռներ, ինքը կբերեր ազգային ժողով եւ կհամագործակցեր դիցուկ իշխանությունը կաշկանդված է։ Եւ մեզ անհրաժեշտ չէ լինի այդքան միջոցներ ծախսել եւ ստորագրություններով այդ օրինագիծը վերել։ Եթե ընդդիմություն լիներ, ինչներիս էր պետք այդքան տարբեր քաղաքներում, ուրեմն այդքան ջանք ու երանգ դնել 60000 ստորագրություն հավաքելու համար։ Որտեւ ես օրինակ ըմբռնումով եմ մոտենում, հա, ինչպես կասեր Տեր-Պետրոսյանը, որ օրինակ իշխանությունը կարող է կաշկանդված լինել, ինչ-ինչ քայլերի գնալ, հա, հաշվի առնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, հաց են կիսել եւ այլն եւ այլն։ Բայց այդ ժամանակ է, որ գալիս է արդեն համագործակցություն ընդդիմության եւ իշխանության միջեւ, այսինքն իշխանության երկու թևերի միջեւ։ Բայց այսպիսի ընդդիմություն հակառակը իրենք մտածում են ինչպես անել, որպես ինչքան վատ Հայաստանի համար, այնքան լավ իրենց համար։ Որտեւ իրենք իրենց պետության մաս չեն համարում, իրենք իշխանության մաս իրենց չեն համարում, իրենք համարում են իրենց դուրս բոլոր տեսակի այն գործընթացներից, որոնք ամրապնդում են ժողովրդավարությունը, որը ամրապնդում է Հայաստանի պետականությունը։ Պետության մաս համարում են այլ պետության մասը։ Այլ պետության մաս։ Եվ իրենց դիրքավորում են որպես պոտենցիալ լուծարային հանձնաժողով մեր պետության համար։ Այո, մեր պետության չեղարկման։ Այո։ Մենք այսօր օրինակ հանդիպում ենք բառացիորեն շատ հայտնի գործիչ ժամանակին բարձրաստիճան բացահայտորեն բաց խոսում է, որ Հայաստանը պետք է ոնց որ 100 տարի առաջ սովետներ մտնի նյութենական պետության մեջ կամ մեկա դա ինչպես կկոչվի եւ սերտ հարաբերություններ հաստատի եւ դա հավորը եւ դա ասում մարդ։ Ընդ որում դրանից հետո մենք հնչեց ինչ լսեցինք, որ գլուխները պատով եք տվել, պատը գլխով եք տվել, ուրիշ ոչ բան։ Իսկ ուր է իրավապահ համակարգը։ Օրինակ ինչպես եղավ, օրինակ Վարդան Ղուկասյանին կաշառակերության գործից հետո նաև եղավ երկրորդ մեղադրանքը, չնայած հետո հանեցին։ Վերջը այդ, չունա, ֆունկցիա գործում այդ մեղադրանքը։ Ում ուզեմ տալիս են, ուզում չեն տալիս։ Դե ընտրովի արդարադատություն ունենք, ով չգիտի դա։ Դատապարտող հայտարարություններ, հակադարձումներ հնչեցին տարբեր կողմերից, ոչ միայն ԿՊ-ից, մենք էլ մեր կարծիքը հայտնեցինք, բայց այստեղ էականը դա չէր, էականն էր որտեղից
չհնչեց որևէ դատապարտող բան, հենց նրանք են, ում այսօր Նիկոլ Փաշինյանը կոչեց որպես խաղաղության ռևիզիոնիստներ եւ ըստ էության սեպտեմբերյան պատերազմ հրահրողներ։ Բերողներ, այո։ Ես նաև ինչն է զարմանալի, որ իրականում եթե իշխանությունը գնա շատ գործուն քայլերի մեկուսացնելու համար այդ քաղաքական գործիչների, քաղաքական process-ներին մասնակցելու իրավունքը, իրավաբանորեն, լրիվ օրինական ձևով։ Ես վստահեցնում եմ, որևէ կշտամբանք չլինի եվրոպական որևէ կառույցից, մենք դա տեսանք արդեն, թե Եվրոպական միության անդամ հանդիսացող երկրների պարագայում, թե Եվրոպական միության ասոցիացված անդամ, հանդիսացող երկրների պարագայում, իրենք ավելի մեծ էլեկտորատ ձեռք կբերեն։ Այսինքն, էլ ոչ կարկանդակ պետք է ուտես, ոչ սուպ պետք է ուտես, ոչ եգիպտացորեն պետք է ուտես։ Ընդհանրապես ուղիղ գործառույթները եւ ժողովուրդը կտեսնի, վայ, վերջապես պողպատիա մանդատը Չախուճն աշխատեց։ Հա։ Զրկում ես մարդկանց կարկանդակ ուտելու։ Չէ, դա կարող են անելով դրան դեմ։ Մեկը միշտ չի խանգարում։ Ամփոփեք մենք մոտենում ենք։ Բայց անձեռոցի Չի խանգարում անձեռոցի։ քննարկման ավարտին Մեր հավաքական պատասխանատվությանն եմ ուզում անդրադառնալ, մեր անելիքին, մեր ջանքերին, մեր ժողովրդին հասկանալի, ընկալելի առաջարկ ներկայացնելուն, ես մեր ժողովրդի բանականությանն եմ հավատում, եթե մեր առաջարկը լինի գրավիչ, մեր առաջարկը լինի այսպես մրցակցային, ես կասկած չունեմ, որ մենք իրապես կարող ենք լավ արդյունք ստանալ, լավ քվե ստանալ մեր ժողովրդի, որտեղ հավաքական իմաստով մեր ժողովուրդը մեր հանդիպումներում, մենք ամեն օր հանդիպումների ենք, այսօր էլ Կոտայքի մարզում ենք, հանդիպում ենք գյուղաբնակ մեր հայրենակիցներին, տեսնում ենք այդ անհանգստությունը, այդ զայրույթը եւ սպասումը հիմնարար որակական փոփոխությունների եւ սպասումն էլ նոր ուժերից է նրանց ովքեր իրապես կարող են որպես այլընտրանք հանդես գալ։ Դե ինչ, շնորհակալություն, պարոնայք, կարծում շատ օգտակար խոսակցություններ, որ պետք էր իրերը կոչել իրենց անունները։ Շնորհակալություն։ Մենք փորձեցինք։ Եվ ստացվեց։ Շնորհակալություն Դավիթ, Արնոլդ, շնորհակալություն Արման։ Դե ինչ, մինչ նոր հանդիպում, հարգարժան տիկնոք եւ պարոնայք, խաղաղություն եւ բարի նույն ձեզ։